2010 թվականին ես սովորում եմ քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում։ Ինձ հետ այդ դասընթացներին մասնակցում էր Կալուգա քաղաքից մի պաշտոնյա։ Իմանալով, որ ես Հայաստանից եմ, մոտեցավ ինձ ու հարցնում, ասում է, ինձ կասես Տաշիրն ինչ է։ Ես բացատրեցի, ասեցի, որ Տաշիրը մի հրաշալի տարածաշրջան է, մի հրաշալի քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Ու հարցրեցի, բա ինչի ես հարցնում։ Կատակով ասում է, լսի, մեր քաղաքում մենակ քաղաքի ցուցանակն է գրած Կալուգա, մնացածը ինչ կա Տաշիր է։ Ես հպարտության շատ մեծ զգացողություն ապրեցի այդ պահին եւ հասկացա, որ այդ զգացողությունը ինձ պարգևել է իմ մեծ հայրենակից Սամվել Կարապետյանը, որը իր քաղաքի, իր երկրի անունը, փառքը հանել է իր երկրի սահմաններից դուրս, տարածել աշխարհով մեկ եւ դա վերածել է բարիքի ու այդ բարիքը բերել է իր հայրենիք, եւ վերածել է դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների, շեների, կիսելով այդ ամենը իր սիրելի ժողովրդի հետ։ Այո, մեր ժողովուրդը ունի զավակներ, որ կարողանում է ստեղծել բարիքներ եւ կիսել իր ժողովրդի հետ։ Բայց ցավոք սրտի մեր ժողովրդի շարքում գտնվել է մարդկանց փոքրիկ խմբակ, որոնք չեն կարողանում բարիք ստեղծել, որոնք չեն կարողանում ոչինչ արարել, բայց կարողանում են լափել ու թալանել ուրիշների ստեղծածը, գողանալ մեզնից ամեն ինչ, հասնելով մինչև մեր հայրենիքին, եւ մենք նրանց տվել ենք իրենց բնորոշումը, նրանք կոչվում են հայրենիքի գող։ Հիմա եկել է փոփոխության ժամանակը, հիմա եկել է հայրենիքի գողին, հայրենիքի զավակով փոխարինելու ժամանակը, հիմա եկել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանշանի ասպետ, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժամանակը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։